Գրենլանդիայի սառցեցած կույտն ուսումնասիրող գիտնականները սարսափազդու բացահայտումներ են անում։ Փոփոխությունները, որ այնտեղ տեսա, չափից ավելի մասշտաբային էին։ Ես պատրաստ չէի դրան։ Ֆլորիդա, 2005 թվական։ Մեկ ակնթարթում ծովափը ծածկվում է ծովային կենդանիների դիակներով։ Անհավանական է հնչում, բայց հնագույն արձանագրություններում կանխագուշակված էր ամբողջ ծովային կենդանական աշխարհը կոչնչանա։ Ինդոնեզիա, 2004 թվական, հզոր ստորջրյա երկրաշարժը ավերիչ ցունամիի պատճառ է դառնում։ Փորձագետների կարծիքով սա միայն սկիզբն է։ Մեզ աներևակայելի մասշտաբների գլոբալ երկրաշարժեր են սպասում։ 2008 թվական, գիտնականները պատրաստվում են դիմակայել համաշխարհային մասշտաբների մահացու համաճարակին։ Նման երևույթները ինձ շատ են անհանգստացնում, չէ՞ որ դրանք վերաբերում են բոլոր նրանց, ովքեր երեխաներ ունեն։ Կարող են արդյոք այս բոլոր իրադարձությունները կանխագուշակված լինել Աստվածաշնչում։ Կրոնական մարգարեությունները բարձրագույն գիտակցության հենց իր Աստծո կանխած զգուշացումներն են։ Միթե մենք մոտեցել ենք վերջնական սահմանագծին։ Մեզ քաոս է սպասում։ Ես տարակույս չունեմ։ Մնում է միայն բացել աչքերը եւ մենք կտեսնենք, որ նրանք արդեն այստեղ են։ Աշխարհի վերջը գուժող 7 նշանները։ Իրենց ամբողջ պատմության ընթացքում մարդիկ փորձել են պատկերացնել աշխարհի վերջը։ Ապոկալիպսիս բառը կարելի է թարգմանել որպես բարձրացված շղարշ։ Այդ շղարշի ետևում թաքնված է մարդկության ապագան։ Իսկ բանալին պետք է փնտրել նոր կտակարանում, հայտնության գրքում։ Այն գրել է Հովհաննես Ավետարանիչը։ Մոտավորապես մեր թվարկության 100 թվականին։ Հովհաննես Ավետարանչի հայտնության գրքում նկարագրված է աշխարհի լիակատար ամայացումն ու նախապատրաստումը ահեղ դատաստանի օրվան։ Մարդկության պատմությունը այդպիսով ավարտելը Աստծո կամքն է, եւ այդ կամքը գրառված է մագաղաթի վրա, որը կնքված է 7 կնիքներով։ Ամեն անգամ, երբ կնիքներից մեկը բացվում է, տեղի ունենում նոր աղետ, որն աշխարհի վերջին մոտեցնող հերթական նշանն է։ Երկու հազար տարի այս մարգարեությունը մարդկանց մոտ սարսափ է առաջացրել։ Քրիստոսի մահից եւ հարությունից հետո հայտնվեցին բազմաթիվ կեղծ մարգարեներ, ովքեր կանխագուշակեցին աշխարհի վերջը։ Բայց այսօր ցանկացած մարդ, լինի աթեիստ, սեինտոլոգ, հինդուիստ, հուդայական կամ կաթոլիկ, զգում է, որ մենք գտնվում ենք աշխարհի կործանման եզրին։ Կարող է արդյոք 2000 տարի առաջ գրված 7 կնիքների մարգարեությունը իրականություն դառնալ։ Ապշեցուցիչ է, սակայն նույնիսկ ժամանակակից գիտնականները տեսնում են դրա հաստատումը։ Մասնագետների կարծիքը համընկնում է այն հարցում, որ մեր քաղաքակրթությունը մոտ է իր վերջին։ Եվ այն, ինչ հիմա կատարվում է, մեծ մասամբ համընկնում է Հովհաննես Աստվածաբանի հայտնությունների հետ։ Նրանց համար, ովքեր հավատում են հայտնության գրքին, մարգարեության իրականացման նշաններն ակնհայտ են։ Աստվածաշունչն ուսումնասիրող մասնագետները վերցանել են հայտնության գրքում նկարագրված 4 հեծյալների կերպարների խորհուրդը։ Սպիտակ, կարմիր, սև եւ դեղնավուն նժույգների վրա նստած հեծյալները աշխարհին սոսկալի դժբախտություններ են բերելու։ Եթե մարգարեությունը սկսել է իրականանալ, հեծյալների բերած աղետները արդեն պետք է տեսանելի լինեն երկրագնդի վրա։ Դեղնավուն նժույգը խորհրդանշում է ժանտախտը։ Գարը բացեց 4-րդ կնիքը եւ այն ժամ ես նայեցի եւ իմ առջեւ հայտնվեց դեղնավուն նժույգը, որի հեծյալի անունն էր Մահ։ Հեծյալներից ամենասարսափելին անշուշտ 4-րդն է։ Դեղնավուն նժույգը համընդհանուր համաճարակի խորհրդանիշն է։ Մեզ մարդկության զանգվածային ոչնչացում է սպասում։ Բնակչության հսկայական տոկոսը կոչնչանա։ Մենք պետք է այսօր ևեթ սկսենք նոր սիճուկների մշակումը, ուղիներ փնտրենք համաճարակների կանխարգելման համար։ Այս խնդիրը վերաբերում է յուրաքանչյուրիս, այլևս աչք փակել չի կարելի։
Բայց սա աշխարհի կործանման նշաններից միայն մեկն է։ Սև նժույգի վրա նստած հեծյալը նույնպես կապված է ապագա ավերածությունների հետ։ Եվ բացեց գառը երրորդ կնիքը։ Եվ ես լսեցի, որ երրորդ կենդանին ասաց «Արի»։ Եվ այն ժամանակ ես նայեցի եւ իմ առջև տեսա մի սև նժույգ։ Հեծյալն իր ձեռքում կշերք էր բռնել։ Սև նժույգը մարմնավորում է մահն ու սովը։ Բնական վառելիք ստանալու նպատակով բուսական կուլտուրաների օգտագործման կտրուկ աճը հանգեցրեց սննդամթերքի հսկայական նվազման։ Եվ որոշ մասնագետներ կարծում են, որ սա միայն սկիզբն է։ Սնունդը արդեն չի բավարարում երկրագնդի բոլոր բնակիչներին կերակրելու համար։ Մեզ սննդամթերքի հետ կապված հսկայական խնդիրներ են սպասում։ Ծովը համընդհանուր խնդիր է դառնալու։ Երբ մարդիկ սկսում են ղեկավարվել բացառապես ինքնապաշտպանման բնազդով, նախկին կանոնները կորցնում են իրենց նշանակությունը։ Դուք պետք է փրկեք ձեզ եւ ձեր մերձավորներին, եւ ձեր հացի կտորը ստանալու համար դուք ոչ մի բանի առաջ կանգ չեք առնի։ Երկրորդ հեծյալը ավելի կործանարար աղետ է գուժում։ Եվ դուրս եկավ մի ուրիշ նժույգ, որը կարմիր էր ինչպես կրակը։ Նրա հեծյալին իրավունք էր տրված դիպել, որ մարդիկ սպանեն իրար։ Կարմիր նժույգը համաշխարհային պատերազմի խորհրդանիշն է։ Ընդհարման, որը կկործանի մեր մոլորակը։ Այդ նշանների հաստատումները մեզ շրջապատում են արդեն այսօր։ Ուր է տանում այս ճանապարհը։ Հոգևոր եւ աշխարհիկ մասնագետները համամիտ են, որ մարդկության ոչնչացման հեռանկարը միանգամայն իրական է։ Չորրորդ, երրորդ եւ երկրորդ հեծյալների գոյության ապացույցներն ամենուրեք շրջապատում են մեզ։ Բայց դժոխքի սուրհանդակներից ամենասարսափելին շատերի կարծիքով առաջին հեծյալն է։ Եվ ահա տեսա մի սպիտակ նժույգ, որի հեծյալը մի աղեղ ուներ։ Նրան տրվեց մի պսակ։ Նա եկավ որպես հաղթող եւ հաղթելու համար։ Առաջին հեծյալը սատանայից հետո աստվածաշնչյան ամենասարսափազդու կերպարն է։ Նրա անունը Հակաքրիստոս է։ Այդ մռայլ կերպարի հետ կապված գոյություն ունեն մի քանի պատմական մոլորություններ։ Երբ մարդիկ լսում են Հակաքրիստոս բառը, անմիջապես հիշում են սարսափ ֆիլմեր, 3-6-երի համակցությունը եւ վառվող աչքերով սատանայակեպ մարդուն։ Բայց Հակաքրիստոսը դևանման ֆյուրերը չէ, ում ճակատին սվաստիկա կա եւ ով զիգայլ է բղավում։ Նա գալու է խաղաղություն քարոզելու մի այնպիսի ժամանակ, ինչպիսին հիմա է, երբ մարդիկ սարսափ են զգում ապագայի նկատմամբ։ Համառորեն հաշտության կոչեր անող մարդը կարող է իր կողմը գրավել առավելագույն քանակի կողմնակիցների։ Քաղաքական գործիչների մեծ մասից մարդիկ հենց նրան կնախընտրեն։ Ըստ հայտնության գրքի Հակաքրիստոսը անսպասելիորեն կանցնի մութ ուժերի կողմը։ Աշխարհի ճակատագրի համար մղվող պայքարի եզրափակիչ մարտում նրան հատուկ դեր է հատկացված։ Դա Արմագեդոնն է։ Մենք հանդիպում ենք շատ բարդ խորհրդանիշերի։ Այդտեղ կան 7 կնիկներ, հրեշտակների 7 փողերը, իսկ հետո Աստծո ցասման 7 գավաթները։ Այս բոլոր կերպարները հայտնվում են որոշակի հերթականությամբ, հասնելով իրենց կիզակետին։ 7-ով հետ կապված մարգարեությունները իրենց մեջ են ներառում նաև սոսկալի երկնային պատժի մասին կանխագուշակումները։ Այդ փորձանքը մեզ կհասնի երկնքից։ Երկնքի աստղերն ընկան երկրի վրա։ Երկինքը գալարվեց մագաղաթյա գլանի նման։ Երկրի թագավորները, հրամանատարները, հարուստներն ու հզոր մարդիկ թաքնվեցին քարայրներում եւ լեռների ժայռերի ծերպերում։ Երկնքից ընկնող առարկաները բազմիցս հիշատակվում են հայտնության գրքում։ Դա կարող է երկնակարերի անձրև լինել։ Հնարավոր է նաեւ, որ երկիրը բախվի հսկայական աստերոիդի հետ։ Մասնագետները նշում են մի բառ, որը պարբերաբար հանդիպում է Աստվածաշնչում եւ անմիջականորեն կապված է մարգարեությունների հետ։ Խոսքն աստղի մասին է, որի անունը ծագել է շատ դառը համ ունեցող բույսից։ Դա Օշինդրն է։ Երրորդ հրեշտակը փչեց իր փողը եւ երկնքից ընկավ մի մեծ աստղ, եւ նրա անունն էր Օշինդր։ Կարող է արդյոք այս մարգարեությունը կապված լինել երկրի եւ հսկայական տիեզերական մարմնի ընդհարման հետ։ Օշինդր աստղը այդպիսի վախ է առաջացնում, որովհետեւ այն աննկարագրելի ավերածություններ է պատճառելու երկրին։
Այն ոչնչացնելու է բազմաթիվ մարդկանց, կենդանիներին եւ բույսերին։ Մասնագետները պետք է ուշադրություն դարձնեն այդ երևույթին։ Այնինչ հավատացյալները համարում են կանխագուշակություն, Ֆիլ Ֆլեյդի եւ ուրիշ գիտնականների կարծիքով փաստեր են։ Մեր մոլորակի համար ամենամեծ վտանգն իհարկե հսկա աստերոիդի հետ բախման հնարավորությունն է։ Վաղ թե ուշ դա անպայման տեղի կունենա եւ նման աղետը աննկարագրելի ավերածություններ կգործի։ Ինչպես հայտնի է, երկրի վրա պարբերաբար երկնաքարեր են ընկնում, բայց լուրջ վնաս հասցնող երկնային մարմինները մեր մոլորակին բախվում են ոչ հաճախ, քան 100-ամյակը մեկ անգամ։ Կարող է արդյոք աստերոիդներից մեկը ամբողջովին ոչնչացնել երկրի վրա գոյություն ունեցող կյանքը։ Մեր պատմության մեջ արդեն եղել են ահեղ նախազգուշացումներ։ Ապացույցները միանգամայն համոզիչ են։ Երկրային մարմնի հետ ընդհարում հնարավոր է։ Դա միայն ժամանակի խնդիր է։ Այս ռադիոտեխնիկական սարքավորումը աստերոիդների դիրքն ուսումնասիրող ամենահզոր համակարգն է աշխարհում։ Աստղադիտակի օգնությամբ մենք կարող ենք տարբեր տեղեկություններ ստանալ տիեզերական մարմինների մասին։ Մենք կարող ենք պատկերացում կազմել աստերոիդի շարժման տարածքի մասին եւ կարող ենք կանխատեսել վտանգավոր է այն թե ոչ։ Գիտնականների վերջին բացահայտումները ցնցել են ոչ միայն գիտական, այլև հոգևոր աշխարհը։ Ամենավտանգավորն այն երկրային մարմիններն են, որոնց հսկայական չափսերը կարող են ակնհայտ ավերածությունների պատճառ դառնալ։ Դրանք են 30 մետր եւ ավելի տրամագիծ ունեցող մարմինները։ Օրինակ մենք գրանցել ենք 10-ից 20,150 մետրանոց մարմիններ եւ կարողանում ենք հսկել դրանց 30%-ի տեղաշարժերը։ Ամենահամեստ հաշվարկներով 7-ից 14,000 չգրանցված աստերոիդներ կարող են վտանգ ներկայացնել մեր մոլորակի համար։ Եթե խոսքն ասենք 180 մետր տրամագիծ ունեցող աստերոիդի մասին է, որը կներթափանցի երկրի մթնոլորտային շերտն ու կմխճվի նրա մակերևույթի մեջ, ապա հետևանքները ծայր աստիճան կործանիչ կլինեն։ Մթնոլորտն այնքան կշիկանա, որ դուք սկզբում կզգաք ջերմությունը, իսկ հետո միայն ձեր հարազատ քաղաքի երկնակամարում կտեսնեք պայթյունի կուրացնող հետքը։ Դա կարող է լինել, ասենք, Նյու Յորքը։ Աստերոիդի մոտենալուն զուգընթաց ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա։ Շոկը գնալով ավելի ու ավելի կսաստկանա եւ տպավորությունն այնպեսին կլինի, որ ձեզ ողջ մտցրել են հսկայական ջրոցի մեջ։ Վերջի դուք պարզապես կայրով եք։ Մի քանի վայրկյանից Մանհեթենը կրակի բաժին կդառնա, բայց այդ հրդեհը երկար չի տևի։ Հենց որ աստերոիդը հասնի մոլորակի մակերևույթին, կրակը կդադարի։ Օշինդր աստերոիդի հարվածից երկրի մակերևույթի վրա հսկայական խառնարան կգոյանա։ Եվ այդ ժամանակ պայթյունի ալիքը կսկսի ավերել անկման տեղանքում գտնվող բոլոր կառույցները։ 10 կիլոմետր շարավղի վրա գտնվող ամեն բան կոչնչանա։ Մանհեթենից ոչինչ չի մնա։ Աղետի չափերն այնքան մեծ կլինեն, որ ծովային կենդանական աշխարհի 3/4-ը կոչնչանա։ Ծովափները նույնպես կավերվեն։ Ծովի ջուրը կթունավորվի, կմահանան մարդիկ, կենդանիները, բույսերը։ Ավերածությունները աննկարագրելի չափերի կհասնեն։ Բայց աստերոիդի ընդհարման ամենասարսափելի հետևանքները կարող են ի հայտ գալ աղետից միայն 1 տարի հետո։ Այդ երևույթը կոչվում է հրաբխային ձմեռ։ Պայթյունի հետևանքով խառնարանից մթնոլորտ կնետվեն մոխիր ու բազմաթիվ կտորտանքներ։ Դրանք կփակեն արևի լույսն ու երկիրը կընկղմվի խավարի մեջ։ Կդադարի լուսասինթեզի գործընթացը, կսկսեն չորանալ բույսերը, կխախտվի սննդաշղթան, եղանակը կցրտի։ Վերջին հաշվով ընդհարման հետևանքները դեռ շատ երկար կազդեն մարդկանց կենսագործունեության վրա։ Եվ այսպես երկնքից իջած մահը միանգամայն իրական հեռանկարը, որը կանխագուշակել է Հովհաննես Աստվածաբանը իր հայտնության գրքում։ Բայց սա աստվածաշնչյան կանխատեսումների խորհրդավոր իմաստների որոնման միայն սկիզբն է։ Նրանք, ովքեր հավատում են աշխարհի վերջը բուժող 7 նշաններին, խոսում են սարսափելի համաճարակի մասին, որն ընդունակ է ոչնչացնել միլիոնավոր մարդկանց։ Ամենասարսափելին դեռ առջևում է։ Եվ իմ առջև հայտնվեց դեղնավուն նժույգը, որի հեծյալի անունն էր մահ։ Հովհաննես Աստվածաբանի հայտնության գրքում նշվում է համաճարակների մասին, որոնք անթիվ անհամար մարդկային կյանքեր են խլում։ Եվ դեղնավուն նժույգի հեծյալը այդ ահավոր հիվանդությունների գուշկանն է։ Դա անչափ մռայլ խորհրդանիշ է։ Վստահ եմ, որ մարդկանց համար ամենասարսափելի համաճարակները դեռ առջևում են։ Համաշխարհային բնակչության 1/4-ը միլիարդից ավելի մարդ է կազմում։ Բայց որ աղետը կարող է այդքան սոսկալի կերպով կրճատել երկրագնդի բնակչությունը։ Եվ նորից գիտնականները տալիս են պատասխան, որը հիմնված է ստուգված տեղեկության վրա։
Նորագույն ժամանակների ամենամահաբեր համաճարակը բռնկվեց 1918 թվականին, առաջին համաշխարհային պատերազմի ավարտին մոտ։ Իսպանական գրիպը կամ իսպանուհին տարածվեց աշխարհով մեկ եւ խլեց 50-ից 100 միլիոն մարդու կյանք։ Համաճարակն իր զոհերի քանակով գերազանցեց համաշխարհային պատերազմի զոհերին։ Մենք ինքներս ենք պարարտ հող ստեղծել նման վարակների համար։ Նրանք կարող են ճանապարհորդել աշխարհով մեկ ընդամենը մեկ օրում։ Վարակակիր մարդը ինքնաթիռ է նստում, ինկուբացիոն շրջանը 2 օր է տևում եւ բուժզնումը ախտանշեր չի հայտնաբերում։ Ուղևորն իջնում է մոլորակին մեկ ուրիշ կետում եւ սկսում է տարածել հիվանդությունն այնտեղ, որտեղ համաճարակը դեռ չէր հասել։ Գոյություն ունի այնպիսի մի վտանգ, որն ավելի սարսափելի է մարդկության համար։ Ընդ որում շատ ավելի սոսկալի ծագում ունեցող։ Եվ այսպես, դեղնավուն նժույգը խորհրդանշում է մահը, բայց դա սովորական մահ չէ։ Իմ կարծիքով այն կարող է անմիջական կապ ունենալ կենսաբանական զենքի հետ։ Այն մշակում են հատուկ ծառայություններն ու զինվորականները։ Դրանով աշխուժորեն հետաքրքրվում են ահաբեկիչները։ Պատահական արտահոս կոնտեյներից մեկ կոտրված անոթ։ Պատկերացրեք ինչ կպատահի, եթե այդ բազմաթիվ արհեստականորեն աճեցված մանրեներից մեկն ընկնի մեր սննդի մեջ։ Ինչ կպատահի, եթե նրանք ազատություն ստանան եւ հեղեղեն աշխարհը։ Հասկացեք, դրանց դեմ հակաթույն չկա։ Դրանք կտարածվեն ամենուրեք, միլիոնավոր մարդիկ կդատապարտվեն մահվան։ Քրտնահարույց միկրոօրգանիզմներ, սպորներ, բացիլներ, ընդամենը 2-3 վարակակի հեշտությամբ կարող են վարակել ամբողջ քաղաքի բնակչությանը։ Լինելով զանգվածային ոչնչացման զենքի ոլորտի մասնագետ, Ջոն Բարթոնը լավ է հասկանում, թե որքան իրական է կենսաբանորեն ձևափոխված վիրուսների տարածման վտանգը։ Հաշվի առնելով ժամանակակից բիոինժեներության հաջողությունները, հնարավոր աղետի չափերը նույնիսկ դժվար է պատկերացնել։ Փաստորեն պաշտպանվելու ոչ մի միջոց չկա։ Կենսաբանական միջոցներով ահաբեկչական գործողություններ կազմակերպելը շատ ավելի հեշտ կլինի, չէ՞ որ այդ մանրեները չունեն ոչ համ եւ ոչ էլ հոտ։ Նման ահաբեկչություններին արձագանքելու հստակ կանոններ նույնպես չկան։ Քանի դեռ մենք չենք գտել հիվանդության ճշգրիտ աղբյուրը, չենք կարող գտնել նաեւ ապաքինման միջոցները։ Դա ակնհայտ է։ Ժամանակ է հարկավոր, ասենք, օդում տարածված սպորները նույնացնելու համար։ Եթե մահաբեր վարակն արդեն ընկել է խիտ բնակեցված քաղաք, այնպիսին ինչպիսին Լոս Անջելեսը կամ Նյու Յորքն է, կարելի է համարել, որ ահաբեկիչները հասել են իրենց նպատակին։ Հաշվի առնելով միջազգային թռիչքների քանակը, մյուս մայրցամաքները նույնպես շատ արագ կկիսեն ամերիկացիների ճակատագիրը։ Հասկանում եք, շղթայական ռեակցիա կսկսվի։ Աշխարհի վերջը գուժող 7 նշանները։ Աշխարհի վերջը գուժող 7 նշանները։ Բժիշկների համար դա վարակված եւ մահացող հիվանդներից կազմված իսկական ցունամի կլինի։ Աշխարհի բոլոր հիվանդանոցներում կտիրեն խուճապն ու քաոսը։ Ժամանակակից բժշկությունը չունի այն հզորությունը, որպեսզի կարողանա հաղթահարել հիվանդների այդպիսի հոսքը։ Դա ողբերգություն կլինի։ Բոլոր վերակենդանացման բաժինները լեփ-լեցուն կլինեն։ Հիվանդանոցներում ազատ մահճակալներ չեն մնա։ Բոլոր բուժքույրերը, բժիշկները, թերապևտներն աշխատանքից ավալից ուժասպառ կլինեն։ Բայց տառապյալների հոսքը միայն ավելի կուժեղանա։ Նրանք կշատանան 10, 20 եւ նույնիսկ 50 անգամ։ Գոյություն ունեցող համակարգը չի կարողանա հաղթահարել նման իրավիճակը եւ դա ակնհայտ է։ Նույնիսկ դիակները դնելու տեղ չի լինի։ Դիակներն ընկած կլինեն ամենուրեք։ Քաղաքը կհոսանքազրկվի։ Հիվանդանոցներում խառնաշփոթ կառաջանա։ Եթե խոսքն իսկապես կայուն վիրուսի մասին է, մահացության չափերը կհասնեն այն աստիճանի, որ բոլոր փողոցները կլցվեն դիակներով։ Հասկացեք, կմահանան տասնյակ, հարյուրավոր մարդիկ եւ ոչ մի հակաբորբոքային միջոց նրանց չի օգնի, քանի որ վիրուսը պատրաստված է եղել լաբորատոր պայմաններում։ Իմ կարծիքով հայտնության գրքում հենց այս մասին է ասված։ Բանն այն չէ, որ Աստված սարսափելի համաճարակ է ուղարկել երկիրը ոչնչացնելու համար։ Ավելի շատ նա ասում է մարդկանց. ուզում եք արհեստականորեն հիվանդություն ստեղծել։ Դե ինչ, դա ձեզ հաջողվեց։ Հիմա քաղեք ձեր ցանացի պտուղները։ Հաջորդ նշանը։ Միայն վերջին տասնամյակի ընթացքում մոլորակի վրա մի քանի խոշոր երկրաշարժեր են տեղի ունեցել։ 2004 թվականի երկրաշարժը Սումատրայում, այնուհետև ցունամին, որ ամենաքիչը 270,000 մարդ սպանեց։ Չինաստանի աղետը, որը 80,000 մարդու կյանք խլեց, եւ վերջապես 2005 թվականի Պակիստանի երկրաշարժը, զոհերի քանակը հասավ 80,000-ի։ Երբ գառը բացեց 6-րդ կնիքը, ես նայեցի եւ տեսա, որ տեղի ունեցավ սարսափելի երկրաշարժ։
Հավատացյալների կարծիքով վատագույնը դեռ առջևում է։ Մարդկության պատմության մեջ նման բան դեռ չի եղել։ Եվ այս աղետը անջնջելի հետ կթողնի, այն կցնցի մարդկանց միջև հոգու խորքը։ Պատկերացրեք հսկայական հազորության ստորգետնյա ցնցումների մի ամբողջ շարք, որոնք տեղի կունենան միաժամանակ տարբեր մայրցամաքներում։ Նման հեռանկարը նույնիսկ գիտնականներին է վախեցնում։ Զայրույթի 7-րդ գավաթի մասին հատվածում ասվում է, որ աշխարհին այնքան սարսափելի երկրաշարժեր են սպասում, որ մարդի վիճակի չէ նույնիսկ երևակայել։ Մոլորակի բոլոր լեռները գետնին կհավասարվեն, կղզիները փոշի կդառնան, ընդմիշտ կանհետանան քաղաքները։ Ըստ 7 նշանների, ապարների արտանետման վայրերում պետք է ստորգետնյա ցնցումների մի ամբողջ շարք տեղի ունենա։ Այդ ցնցումները կավեր են այնպիսի քաղաքներ, ինչպիսիք են Սան Ֆրանցիսկոն, Տոկիոն, Շանհայը, Աթենքը, Ստամբուլը։ Ամեն ինչ տեղի կունենա հանկարծակի։ Երկրի մակերևույթը մի քանի մետր վեր կբարձրանա։ Ցնցումն այնքան հզոր կլինի, որ մարդիկ կկորցնեն հավասարակշռությունը։ Նրանք ուղղակի կկպչեն ասֆալտին։ Բարձրահարկ շենքերից դուրս կթռչեն ապակիները եւ կսկսեն ընկնել ներքևում գտնվող անցորդների վրա։ Այն ամեն ինչ ընկնում է մեծ բարձրությունից մահացու վտանգ է ներկայացնում։ Հաշվի առնելով քամու ուժգնությունը, ապակիները, որոնք այնքան շատ են ժամանակակից շինություններում, հսկայական սրիչի սայրի կվերածվեն։ Վնասվածքների ու վերքերի քանակը կգերազանցի մարդկային երևակայության բոլոր սահմանները։ Հին աղյուսե տների մեծ մասը կփլվի։ Բետոնե հիմնակմախ ունեցող շենքերը կընկնեն առաջինը եւ մարդիկ կհայտնվեն հեռադիտակի նման իրար վրա դարսված հարկերի արանքում։ Մարդիկ կկորցնեն վերջույթները, կվնասվեն շատերի ներքին օրգանները, նրանցում անմիջապես չեն կարողանա արյան փոխներարկում կատարել, անխուսափելի մահ է սպասում։ Նույնիսկ Լոս Անջելեսի գերամուր մետաղական հիմնակմախ ունեցող ժամանակակից շենքերը չեն կարող ամբողջովին անվտանգ համարվել։ Նրանք կսկսեն ճոճվել, բայց եթե երկրաշարժը մեր կանխատեսացի չափ ուժեղ լինի, նույնիսկ այդ երկնագերները հողին կհավասարվեն։ Մի քանի րոպեից ամեն բան կանդրդվի, բայց նրանց համար, ովքեր կվերապրեն առաջին հարվածը, մղձավանջը դեռ նոր է սկսվում։ Գազատար խողովակների եւ փոկված էլեկտրալարերի պատճառով առաջացած հրդեհները կտարածվեն քաղաքով մեկ։ Միաժամանակ մի քանի վայրերում հրդեհներ կսկսվեն եւ դրանք բոլորը հանգցնելու հնարավորություն չի լինի։ Մինչ դուք կփորձեք հանգցնել մեկը, կբռնկվեն եւս մի քանիսը։ Դա ավելի հրդեհ է կոչվում։ Ջրատար խողովակները նույնպես կվնասվեն։ Կրակի ծովը եւս մի քանի օր, գուցեև շաբաթ անարգել կավերի քաղաքը։ Հազարավոր մարդիկ կենդանի կթաղվեն ավերված շենքերի տակ։ Նրանք, ովքեր չեն կարողանա դուրս գալ փլատակներից, մոխիր կդառնան։ Թե սաղետը կցնցի ամբողջ մոլորակը, ներառելով բոլոր ազգերն ու մայրցամաքները։ 7 նշաններից հաջորդում խոսվում է մի աղետի մասին, որը դեռևս ծանոթ չէ մարդկանց։ Բայց նրա հետևանքները կարող են իսկապես կործանիչ լինել։ Վտանգը մեզ սպառնում է տիեզերքից, եւ այն կապված է ամենահզոր տիեզերական ուժերից մեկի հետ։ Մենք շարունակում ենք պարզել, թե ինչ է թաքնված աշխարհի վերջը գուժող 7 նշանների ետևում։ Մասնագետներն ու հոգևոր գործիչները գտնում են, որ աստվածաշնչյան կանխագուշակումների ի կատարածման ապացույցներն ամեն օր շրջապատում են ժամանակակից մարդուն։ Աստված մեզ ազդանշաններ է ուղարկում մեկը մյուսի հետևից։ Նա անընդհատ փորձում է սթափեցնել մարդկանց, բայց իրական քրիստոնյաներին առանց այդել հայտնի է, որ աշխարհի կործանման ծրագիրը ուղղակիորեն կապված է Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյան հետ։ Հայտնության գիրքը մանրամասնորեն նկարագրում է երկրի ամայացման պատկերը, որից հետո պետք է գա ահեղ դատաստանի օրը։ Տարօրինակ է, սակայն գիտնականներից շատերը համաձայն են, որ հնագույն մարգարեություններում կարելի է գտնել մեր քաղաքակրթության ապագայի բաներին։ Արևն ամեն օր մեզ լույս ու ջերմություն է պարգևում, օգնելով յուրաքանչյուր կենդանի արարածի աճել։ Արևի ճառագայթներից է ուղղակիորեն կախված մարդկության ճակատագիրը։ Բայց ինչպես պնդում են գիտնականները, այդ նույն լուսատում կարող է երկիր բերել մահ, կործանում և խավար։
Ըստ աստվածաշնչյան մարգարեության, եթե հնչի հրեշտակի 4-րդ փողը, երկնքում հիրավի դիվային տեսարան կբացվի։ Երբ գառը բացեց 6-րդ կնիքը, խավարեց արևը եւ լուսինը ամբողջովին արյան գույն ստացավ։ Հովհաննես ավետարանչի հայտնություն, գլուխ 12-րդ, նշան 6-րդ։ Գիտնականներն ասում են, որ այդպիսի հեռանկարը միանգամայն հնարավոր է։ Զարմանալի կերպով ամեն ինչ կարող է սկսվել անտանելի վառ լույսից։ Գամմա ճառագայթները էլեկտրամագնիսական լուսապատկերի մասն են, որն ըստ էության լույսն է։ Գամմա ճառագայթները առաջանում են էլեկտրամագնիսական ճառագայթման արդյունքում, դրանք ռադիոակտիվ տարրերի քայքայման արդյունք են։ Եթե սովորական լույսը համեմատենք ձեր այտին նրբորեն դիպչող փետուրի հետ, ապա գամմա ճառագայթը նման է հրացանի գնդակի։ Այդ ճառագայթի մեկ ֆոտոնի էներգիան միլիարդ անգամ գերազանցում է տեսանելի ֆոտոնի էներգիան։ Հենց դրանով էլ նա վտանգավոր է։ Նման ճառագայթներն ընդունակ են քայքայել ցանկացած բջիջ, ոչնչացնել կամ դեֆորմացիայի ենթարկել դեմքին։ Թեև գամմա ճառագայթները բացահայտված են դեռևս հարյուրավոր տարիներ առաջ, գիտնականները միայն հիմա են հասկացել նրանց իրական վտանգի չափերը։ Եվ այսպես գամմա ճառագայթները հատուկ վտանգ են ներկայացնում մեր քաղաքակրթության համար։ Բայց ինչպես կարող է կուրացնող բռնկումից հետո երկիրը թաղվել թանձր խավարի մեջ։ Պատասխանը պետք է փնտրել երկրագնդից 8000 լուսային տարի հեռավորության վրա։ Գոյություն ունի աստղ, որի անունն է WR104։ Այո, միանգամայն անմեղ անուն, բայց նրա մեջ մարդկության համար իրական վտանգ է թաքնված։ Բանն այն է, որ այդ աստղը իր դաշտն ապրել է եւ շուտով կպայթի։ Բայց դա ինչպես կարող է անդրադառնալ մեր մոլորակի վրա։ Ոչ մի նախազգուշացում չի լինի, չէ՞ որ գամմա ճառագայթները իրենցից ներկայացնում են լույս։ Ուրեմն սրանում են լույսի արագությամբ եւ փաստորեն բնության մեջ դրանցից ավելի արագաշարժ բան չկա։ Որքան էլ տարօրինակ լինի, հենց հսկայական չափերի հասնող լույսի բռնկումն է, որ ընդունակ է առաջացնել աստվածաշնչյան մարգարեությունում նկարագրված խավարը։ Գամմա ճառագայթների բռնկումը կփոփոխի երկրի մթնոլորտի քիմիական կառուցվածքը, կգոյանա կարմրաշագանակագույն մշուշի թանձր մի շերտ, որը կարգելապակի արևի լույսի ներթափանցումը։ Մոլորակի վրա ամենուրեք ջերմաստիճանի իջեցում կնկատվի։ Լուսասինթեզի գործընթացը կխափանվի։ Ամբողջ աշխարհում կսկսեն ոչնչանալ բույսերը։ Միանգամայն հավանական է, որ նման կտրուկ եւ բացասական փոփոխությունների հետևանքով խախտվի նաեւ սննդաշղթան։ Նույնիսկ օվկիանոսում բնակվող միկրոօրգանիզմների փոփոխությունները կարող են անդառնալի հետևանքներ ունենալ։ Օրինակ առանց պլանկտոնների ջրաբնակ բոլոր տեսակները նույնպես շուտով կոչնչանան։ Ամբողջ համակարգը կփլուզվի, չէ՞ որ այդ հսկայական շղթայում ամեն բան փոխկապակցված է։ Բայց որքան էլ սարսափազդու թվա 6-րդ կնիքի մարգարեությունը, հաջորդ նշանը կապված է ավելի մղձավանջային կանխագուշակման հետ։ Այս արհավիրքը ավելի քան մյուսները հիշեցնում է մեզ դժոխքի գոյության մասին։ Երկրորդ հրեշտակը փչեց իր փողը եւ կրակների մեջ այրվող հսկայական լեռը գահավիժեց ծովը։ Այն բանից հետո, երբ կհնչի հրեշտակի երկրորդ փողը, տեղի կունենա հսկայական լեռան գահավիժումը օվկիանոսի մեջ։ Խոսքը կարող է աստերոիդի մասին լինել, բայց մենք ունենք լեռ եւ կրակ բառերը։ Այնպես որ ավելի հավանական է, որ խոսքը օվկիանոսի մեջ գտնվող լեռան մասին է։ Դա մոլորակի վրա գտնվող ամենավտանգավոր եւ ավերիչ ուժերից մեկն է։ Հնարավոր է, որ աշխարհի վերջը գուժող նշաններից մեկը հրաբուխն է։ Հավաստիանալու համար պետք է դիմել պատմությանը։ Ինչպես գիտենք, դժոխքի նկարագրությունը հարուստ է մոլեգին կրակի, խեղդող ծխի, ծծմբի եւ եռացող լավայի պատկերների նկարագրությամբ։ Ամենակործանիչներից մեկը Վեզով լեռան ժայթքումն էր, որը տեղի ունեցավ մեր թվարկության 79 թվականին, երբ Պատմոս կղզում Հովհաննես ավետարանիչը արդեն ավարտել էր իր հայտնությունը։ Արդյունքում հիմնահատակ ավերվեց հռոմեական Պոմպեի քաղաքը։ Հազարավոր մարդիկ տանջամահ եղան շիկացած մոխրի շերտի ներքո։ Քրիստոնյաների համար դա Աստծո վրիժառության ակտն էր, ի պատասխան հռոմեական իշխանությունների պատճառած բոլոր տառապանքների։ Աշխարհի վերջը գուժող 7 նշանները։ Աշխարհի վերջը գուժող 7 նշանները։ Բայց հրաբուխը, որի մասին խոսվում է 7 նշանների մարգարեության մեջ, անհնար է համեմատել մինչ այդ մարդկությանը վրա հասած որևէ արհավիրքի հետ։ Այն բանից հետո, երբ այդ առասպելական լեռը կփլվի օվկիանոսի մեջ,
Աշխարհից երեսին շնչավոր ամեն բան կոչնչանա։ Գոյություն ունեն արդյոք մեր մոլորակի վրա այնպիսի հրաբուխներ, որոնց ժայթքումը կարող է նման հետևանքներ ունենալ։ Որոշ մասնագետների կարծիքով, այո, նրանք կարող են մեզնից թաքնված լինել ջրերի խորքում եւ նույնիսկ օվկիանոսի ընդերքում։ Բնության նման երևույթները կոչվում են գերհրաբուխներ։ Գերհրաբուխը դա այն հրաբուխն է, որն ընդունակ է մեկ ժայթքման ընթացքում հարյուրավոր խորանարդ կիլոմետր մոխիր դուրս թքել։ Արտանետման ծավալը մոտ 150 անգամ կգերազանցի 1980 թվականին Սուրբ Հեղինե լեռան հրաբխի ժայթքման ծավալին։ Կարծիք կա, որ աշխարհում գոյություն ունի մոտ 10 այդպիսի հրաբուխ։ Նոր Զելանդիայում գտնվող Տուապոլիչը, Սանտորինոյի Էգեյան ծովում, Նեապոլից ոչ հեռու գտնվող Ֆլեգրեյան դաշտերը, այլ որտեղ մի քանի հազար մարդ է ապրում։ Հրաբուխների մեծ մասի ժայթքումից հետո խառնարան է առաջանում։ Բայց եթե խոսքը գերհրաբուխի մասին է, մենք գործ ունենք դեֆորմացիայի այլ տեսակի հետ, որը կոչվում է կալդերա։ Դա գավաթ հիշեցնող խորություն է, հստակ գծագրված ձևով եւ բավական հաստ պատերով։ Նրա շարավիղը սովորաբար տասնյակ կիլոմետրեր է կազմում։ Դա բավական արտասովոր երևույթ է։ Միացյալ Նահանգների տարածքում մի քանի հրաբխային կալդերաներ կան։ Դրանք ինչ խոսք անկրկնելի տեսք ունեն, բայց միևնույն ժամանակ իրենցից մեծ վտանգ է ներկայացնում։ Ելոստոնում մի քանի հսկայական խառնարան կա։ Նրանցից մեկի տրամագիծը 2.5 կիլոմետր է։ Դժվար է պատկերացնել, որ հրաբխի ժայթքումը կարող է մագմայի այդպիսի հսկայական ծավալ արտանետել։ Ամեն դեպքում մասնագետներն ու հավատացյալները համամիտ են, որ գերհրաբխի ժայթքումը կարող է հանգեցնել այնպիսի ավերածությունների, որոնք հիմնովին կփոխեն մեր քաղաքակրթության ապագան։ Ամեն ինչ կսկսվի միջին հզորության ժայթքումներից։ Դրանք տեղի չեն ունենա միաժամանակ, ընդհակառակը, առաջացած մեկ անցքը կնպաստի հաջորդ արտանետումների շարանին, որոնք կտարածվեն ամբողջ կալդերայի տրամագծով։ Դա չտեսնված չափերի աղետ կլինի, որից հետո Ելոուստոունի գոյացությունները ամբողջովին կփլվեն, եւ պայթյունի հետևանքով մթնոլորտ կբարձրանա հրաբխային գազից եւ մոխրից կազմված 20 կիլոմետր բարձրությամբ սյունը։ Կալդերայի պայթյունի պատճառով շիկացած լավան հսկայական շիթերով կտարածվի շրջակայքում։ Այդ շիթերը կձգվեն մի քանի 100 կիլոմետր։ Այն ամեն ինչ գտնվում է հրաբխի շրջակայքում, կայրվի եւ կոչնչանա։ Պատմությունից մեզ հայտնի է, որ նման երկրաբանական աղետի զոհերին տանջալից մահ է սպառնում։ Մարդիկ խեղդամահ կլինեն թունավոր գազերից, որոնք ուղղակի ներսից կայր են նրանց։ Մթնոլորտում մնացած մոխիրը քամիները կտանեն արևմտյան ուղղությամբ։ 10 նահանգներ, Կալիֆոռնիայի մեծ մասը ներառյալ, կթաղվեն մոխրի շերտի տակ։ Եվ խոսքն այդ շրջանում ապրող մարդկանց զանգվածային մահվան մասին է։ Բացի այդ, նման երկրաբանական փոփոխությունները մեծապես կխախտեն էկոլոգիական հավասարակշռությունը ամբողջ աշխարհում։ Դա խուսափելի կլինի։ Բայց այս աղետի երկարատև հետևանքները ավելի ողբերգական են։ Հրաբխային մասնիկներն ու գազերը կշարունակեն իրենց շրջապատույտը մթնոլորտում փակելով արևի լույսը։ Հրաբխային ձմեռ կսկսվի, որը նման կլինի երկրի եւ աստերոիդի բախման հետևանքով առաջացած երևույթին։ Միջին ջերմաստիճանն ամենուրեք կընկնի 5 աստիճանով։ Թեև այնքան է սարսափազդու չի հնչում, բայց նման փոփոխությունները կարող են դառնալ սառցադաշտային շրջանի նախակարապետը։ Երբ այս մղձավանջը տեղի ունենա, մարդիկ կսկսեն հիշել, որ այդ իրադարձությունները արդեն նկարագրված են եղել Աստվածաշնչում։ Աշխարհի վերջը գուժող հաջորդ նշանը կապված է ավելի խորհրդավոր մի երևույթի հետ։ Կարող է արդյոք աշխարհի կործանումը կապված լինել ջրի հետ։ Նրանք, ովքեր հավատում են 7 նշանների մարգարեությանը, հավատացած են, այո։ 2005 թվականին Ֆլորիդայի բնակիչները ականատես եղան ստորջրյա կենդանական աշխարհի զանգվածային մահացության դեպքերի։ Հակագազեր կրող մասնագետների հատուկ խումբը մեքսիկական ծոցի ափերը մաքրեցին օվկիանոսի հազարավոր բնակիչների դիակներից։ 2007 թվականին նմանատիպ աղետ տեղի ունեցավ նաև հարավային Կալիֆոռնիայի ափերի մոտ։ Գետերի, ծովարյուծների եւ տարբեր տեսակի ձկների ու թռչունների մեռած մարմինները ողողել էին ծովափերը։
Այս պատկերը կարծես հայտնության գրքից էր վերցված։ Ծովում բնակվող բոլոր արարածների մահը մեզ համար մի անհավանական երևույթ է, չէ՞ որ օվկիանոսը այնքան մեծ է։ Եվ այն ժամ երկրորդ հրեշտակը իր անոթի պարունակությունը թափեց ծովը, եւ այն վերածվեց արյան, որը նման էր մահացած մարդու արյանը, եւ ամեն կենդանի բան մահացավ։ Համաձայն Աստծո ցասման երկրորդ անոթի խորհրդի, մոլորակի վրա գտնվող բոլոր գետերը պետք է ներկվեն արյամբ։ Երրորդ անոթի դատարկվելուց հետո նույն բանը տեղի է ունենալու նաև ծովերի եւ օվկիանոսների հետ։ Աստծո կողմից ջուրն արյան վերածելու խորհուրդը Աստվածաշնչում կրկնվող դրվագներից մեկն է, բայց որն է նրա իրական իմաստը։ Աստված ջուրը արյան կվերածի եւ արդյունքում կսատկեն բոլոր ձկները եւ ջուրը թունավորված կլինի։ Այլ կերպ ասած, մահացած ծովային օրգանիզմների արյունը կլցվի ծով։ Ըստ հին կտակարանի նման բան արդեն պատահել է Եգիպտոսում։ Նման բան մեզ սպասում է նաև աշխարհի վերջը գուժող վերջին օրերի ընթացքում։ Զուգահեռները չափից ավելի ակնհայտ են դրանք անտեսելու համար։ Ժամանակակից գիտությունը մեզ թույլ է տալիս նոր տեսանկյունից նայել արյան վերածված ջրի խորհրդին։ Դարեր շարունակ մարդկանց զարմացրել է ծովափնյա ջրերի ժամանակ առ ժամանակ առնագույն ներկվելու երևույթը։ Եվ այդ երևույթին ամեն անգամ հաջորդում էր կենդանիների մեռած մարմինների արտանետումը։ Գետերից մինչև ձկների ամենափոքր տեսակները։ Գիտնականները նման երևույթները կապում են ծովային ջրիմուռների հետ։ Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի ծովային էկոլոգ Դեյվ Հեչինգը երկար ժամանակ ուսումնասիրել է այդ երևույթը։ Կարմիր ջրիմուռները դրանք բույսեր են, որոնք աճում են ծովերում եւ թունավոր նյութեր են արտադրում։ Դրանց մեծ կուտակումները կարող են հսկայական վնաս պատճառել կենդանական աշխարհին։ Քանի որ ջրիմուռները կարմիր կամ կարմրամանուշակագույն երանգ ունեն, նրանք ջրին այնպիսի գույն են հաղորդում, որ արյան տպավորություն է թողնում։ Համաձայն 7 նշանների մասին պատմող գրության, բոլոր ծովերի եւ օվկիանոսների ջրերը արյուն են դառնալու։ Գիտնականների կարծիքով մեզ նոր աղետ է սպասվում։ Կարմիր ջրիմուռների արտադրած թույնը այնքան վտանգավոր է, որ կարող է ողնաշարավոր կենդանիների մահացության պատճառ դառնալ։ Մարդու վրա այդ ջրիմուռների ներգործությունը կարելի է համեմատել նյարդերի փայտացման գործընթացի հետ։ Վտանգը ուղղակիորեն կապված է ամենատարբեր տիպի կակամորթերի հետ։ Այդ օրգանիզմները կլանում են ջուրը եւ բնական զտիչներ են համարվում։ Կենսագործունեության շրջանում նրանք իրենց օրգանիզմում ջրիմուռների որոշ քանակ են կուտակում։ Նման բիոզանգվածում գտնվող նյութերից առաջացած թունավորումը չափազանց վտանգավոր է առողջության համար։ Այն կարող է փայտացում, հիշողության կորուստ եւ մի շարք այլ հիվանդություններ առաջացնել։ Դժբախտաբար մարդիկ ապահովագրված չեն նման դեպքերից։ Քանի որ ծովամթերքը մեր սննդամթերքի մի մասն է կազմում։ Այն օգտագործվում է սննդի մեջ աշխարհի գրեթե բոլոր երկրներում։ Կարմիր ջրիմուռների թունը կարող է գտնվել ոչ միայն սննդամթերքի մեջ, այլ նաև օդում։ Թունավոր նյութերը կարող են նաև ջրի մակերևույթից օդ բարձրանալ։ Այդ դեպքում ծովին մոտ գտնվելը չափազանց վտանգավոր է դառնում։ Եթե նյարդապարալիտիկ գազի շերտը վեր բարձրանա օվկիանոսի մակերևույթից, այդ երևույթի հետևանքները առափնյա շրջանի բնակիչների համար ուղղակի սարսափելի կլինեն։ Ծովային ջրիմուռների տարածումը կարող է ծովային կենդանիների զանգվածային մահացության պատճառ դառնալ։ Իրադարձությունների նման զարգացումը կհանգեցնի գլոբալ աղետի, որից կտուժեն միլիոնավոր մարդիկ, որոնց գոյությունը ուղղակիորեն կախված է ծովամթերքից։ Անկասկած շատերն այս արհավիրքը կկապեն աստվածաշնչյալ մարգարեությունների հետ։ Օվկիանոսային ջրերի աղտոտումն ու գլոբալ տաքացումը կխախտեն էկոլոգիական հավասարակշռությունը։ Չի կարելի թերագնահատել այն վտանգը, որն իրենց մեջ պարունակում են կարմիր ջրիմուռների արտադրած թունավոր նյութերը։ Եվ քանի որ դրանք բազմանում են մեծ արագությամբ, թունավորումը կարող է հսկայական չափերի հասնել։ Մենք պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնենք ծովային բույսերի արտադրած թունավոր նյութերի հսկողությանը։ Շատերն այս բոլոր ժամանակակից խնդիրներում հակված են որոշակի նախանշաններ տեսնել։ Իմ կարծիքով բնական աղետների միջոցով Աստված ցանկանում է ցույց տալ, որ մարդիկ անցել են հակաքրիստոսի կողմը։ Նա կարծես ասում է՝ դուք միլիոնավոր անմեղ մարդկանց եք սպանել հանուն ձերից քորինած գաղափարների,
Բայց շուտով կգա արդար դատաստան կայացնելու իմ ժամը եւ ես բոլոր ջրերը այրուն կդարձնեմ եւ դա կլինի իմ վերջին նախազգուշացումը։ Այնպես որ մեզ լուրջ փորձություններ են սպասվում։ Հայտնության գրքում ասված է. երբ բացվի 7-րդ կնիքը, կհնչեն հրեշտակների 7 փողերը եւ դրանից հետո կդատարկվեն Աստծո ցասման 7 անոթները։ Ապա 4-րդ հրեշտակն իր անոթի պարունակությունը թափեց արևի վրա եւ արևին արտոնություն տվեց խանձելու մարդկանց։ Գլոբալ տաքացումը մեր մոլորակի վրա տեղի ունեցող ամենավտանգավոր գործընթացներից մեկն է։ Գիտական խորհուրդն անհանգստացած է ջերմաստիճանի վերելքի տեմպերով, ինչի հետևանքները կարող են անկանխատեսելի լինել։ Տաքացումը տեղի ունենում ամենուրեք եւ պատահական չէ, որ այս երևույթի իրական ֆիզիկական պատճառը անհանգստացնում է մեզ։ Մենք անընդհատ ավելացնում ենք ջերմոցային գազերի մթնոլորտային արտանետման քանակը։ Իսկ դրա դառը պտուղները մեր երեխաներն են քաղելու։ Իսկ ձեր կարծիքով դա արդար է։ Ձյան և սառույցի ուսումնասիրությունների ազգային կենտրոնի աշխատակից Մարկ Սերեզեի համար գլոբալ կլիմայական փոփոխությունների պատճառը միանգամայն ակնհայտ է։ Հիմա արդեն որոշակիորեն կարելի է ասել, որ գլոբալ տաքացումը ուղղակիորեն կապ ունի ջերմոցային գազերի հետ։ Մարդու ամբողջ գործունեությունը, գիտեն այդ մասին թե ոչ, նպաստում է տաքացմանը, եւ շենքերի կառուցումը, եւ հողերի մշակումը, եւ ավտոմեքենաների օգտագործումը, եւ թե սննդի պատրաստումը։ Մեր բոլոր գործողություններն ազդում են կլիմայի եւ էկոլոգիայի վրա։ Շրջակա միջավայրի աղտոտումը շատ ավելի մեծ տեմպերով է առաջ շարժվում, քան ցույց են տալիս մեր սանդղակները։ Հավատացյալների համար կլիմայական փոփոխությունները կապված են աշխարհի վերջը գուժող ավելի խոշոր աղետի կանխագուշակության հետ։ Մարդիկ մեռնելու են շոքից, արևի ճառագայթումից եւ թունավորումից։ Ջրային աղբյուրները կչորանան, արեգակի ակտիվությունն այնքան կմեծանա, որ երկրագնդի բնակչության 50%-ը կմահանա։ Ջերմաստիճանի բարձրացումը գործի կդնի շղթայական ռեակցիա։ Մասնագետների շատերը հասարակության ուշադրությունը հրավիրում են ծովի մակարդակի բարձրացման խնդրին։ Ինչու է դա տեղի ունենում։ Նախ եւ առաջ այն պատճառով, որ սառցաբեկորներն ու սառցադաշտերը հալչում են սարսափազդու արագությամբ։ Ծովի մակարդակի բարձրացմանը նպաստում են Գրենլանդիայի եւ Անտարկտիկայի սառույցների հալոցքը։ Միասին նրանք 90 մետրանոց սառցակտոր են կազմում։ Ծովի մակարդակի նույնիսկ ոչ մեծ 10 մետրանոց բարձրացումը կարող է Ֆլորիդայի եւ Միացյալ Նահանգների ամբողջ արևելյան ափի խորտակման պատճառ դառնալ։ Ամերիկայի բնակչության 25%-ի կյանքը վտանգված կլինի։ Կարելի է ասել, որ մեր օրերում ափամերձ շրջաններում սեփականություն ձեռք բերելը այլևս անվտանգ չէ։ Գնալով ավելի շատ մարդիկ են սկսում գիտակցել այս հանգամանքը։ Գիտնականներից ոմանք կանխատեսում են, որ ծովի մակարդակը ավելի է բարձրանալու եւ հասնելու է ընդհուպ 90 մետրի։ Սա իրոք կարող է աստվածաշնչյան չափերի աղետ դառնալ։ Ջրի տակ կանցնեն Լոնդոնը, Վենետիկը, Ամստերդամը, Բեռլինը եւ նույնիսկ Փարիզը։ Մարդկանց ներկայիս վերաբերմունքը էկոլոգիայի եւ կլիմայի նկատմամբ չի կարող անհետևանք մնալ։ Վերջին 100-ամյակի ընթացքում իրավիճակն անընդհատ վատանում է։ Պատրաստ ենք մենք գլոբալ տաքացմանը թե ոչ, ցույց կտա ժամանակը։ Սակայն 7 նշաններից վերջինի կանխագուշակած աղետն այնքան հրեշավոր է, որ ոչինչ չի կարող օգնել մեզ նրանից փրկվելու համար։ Բալու եւ Չարի վերջին ճակատամարտը կոչվում է Արմագեդոն եւ այն անկասկած աշխարհի երեսից կջնջի ամեն բան։ Ակնհայտ է, որ եզրափակիչ, բայց ամենադաժան փորձությունը կապված է լինելու վերջին նշանի հետ։ Դա Արմագեդոնն է։ Եվ այն ժամ տեսա ես Գազանին եւ երկրային թագավորների իրենց բանակներով, որոնք հավաքվել էին կռվելու ձիու վրա նստածի եւ նրա բանակի դեմ։ Ըստ հայտնության գրքի առաջին հեծյալը նորից է հայտնվում եւ այս անգամ նրա անունը հայտնի է մեզ։ Հիսուսի դեմ է դուրս գալու հակաքրիստոսը։ Հենց դա էլ կլինի պատմության մեջ Բարու եւ Չարի վերջին կռիվը։ Այդ կռվի մասշտաբները հնարավոր չէ պատկերացնել։ Աշխարհի բոլոր ազգերը կներգրավվեն այդ պատերազմի մեջ։ Մենք գիտենք նաև այն վայրը, որտեղ տեղի կունենա ճակատագրական պատերազմը։ Իսրայելի տարածքում Իգիդա անունով մի քաղաք կա։
Պատմության ընթացքում 20-ից ավելի ճակատամարտեր են եղել գրավելու համար այդ քաղաքի տարածքը։ Արմագեդոնի մասին մարգարեությունը պատմական մեծ նշանակություն է ունեցել։ 11-ից 13-րդ դարերում պատերազմող խաչակիր ասպետները 7 նշանների հայտնությունը կյանքի կոչել է իրենց սրբազան առաքելությունն էին համարում։ Խաչակիրների բանակը կռվում էր Քրիստոսի դրոշի ներքո։ Նրանց գլխավոր նպատակը սրբազան հողն էր, որն անհրաժեշտ էր ետ խլել սատանայական հորդաներից։ Ոմանց համար միջուկային պատերազմի վտանգը միշտ կապված է եղել Արմագեդոնի ըմբռնման հետ։ Տեսեք, թե այսօր աշխարհում ինչքան միջուկային զենք կա։ Այն էլ այն դեպքում, երբ մենք համարյա ոչինչ չգիտենք կենսաբանական զենքի մասին, որը ստեղծվում է լաբորատոր պայմաններում։ Կարելի է արձանագրել, որ պատմության մեջ մարդկությունը դեռ երբեք հաշված օրերում մեր մոլորակը վերացնելու համար նման հարուստ զինապահեստ չի ունեցել։ Երբեք։ Բայց այս ամենի իմաստը մարդկության լիակատար ոչնչացումը չէ։ Խոսքն ավելի շուտ հոգևոր հայտնության մասին է։ 7 նշանների մարգարեության գաղտնի իմաստի վերծանումը ցույց տվեց, որ մարգարեն նախազգուշացրել է. մեզ հրեշավոր մասշտաբների հասնող աղետների շարք է սպասում, որոնցից յուրաքանչյուրին խորհրդանշում է հեծյալներից մեկը, եւ այդ աղետների կիզակետը կհանդիսանա բարու եւ չարի վերջին ճակատամարտը։ 7-րդ նշանի գուժած աննկարագրելի ավերածություններից հետո մարդիկ տարօրինակ պայծառացում կզգան։ Հավատացյալները գիտեն, որ Արմագեդոնը բոլորովին էլ կյանքի ոչնչացում չի նշանակում։ Եվ այժմ ես տեսա երկնքից իջնող հրեշտակի։ Նա բռնեց վիշապին, որը հենց ինքը սատանան էր, եւ անդունդը շպրտեց։ Արմագեդոնն ավարտվեց, սատանան պարտված է, բարին հաղթեց չարին։ Երկիրը պատրաստ է իր գոյության նոր դարաշրջանին նշանավորված խաղաղությամբ եւ ուրախությամբ։ Եվ ահա թե ինչ եզրակացության ասանք. Աստված շանթահարող մի բռնակալ չէ, Աստված սեր է։ Եվ հայտնությունը մարդկանց առաջ կբացի անսպար սիրո աղբյուրը։ Հենց դրա մեջ է դրա իմաստը, եւ ոչ թե տառապանքների ու աղետների։ Ամբողջ իմաստը սիրո վրա հիմնված նոր աշխարհի ստեղծումն է։ Այո, մարգարեությունը պետք է ստիպի մարդկությանը սրբազան վախ զգալ, բայց այն լավատեսական նոտայով է ավարտվում։ Մարդկանց մեջ ապրող հույսի անսահման զգացումն է, որ 7 նշանների արդիականության հավերժ երաշխիքն է հանդիսանում։ Հայտնության գիրքը դեռ երբեք այդպիսի անկեղծ զգացմունքներով չի ընթերցվել, ինչպես մեր օրերում։ Այստեղ որոշակի հեգնանք կա, չէ՞ որ մենք ապրում ենք գիտության եւ տեխնիկայի աննախադեպ զարգացման դարաշրջանում։ Եվ ամեն դեպքում, չնայած մեր հսկայածավալ գիտելիքներին, մարդիկ զգում են, որ իրենց հիմնական հնարանը հավատքն է։ Եվ վերջին փորձությունը ցույց կտա, թե ով է կարողացել մինչև վերջ իր սրտում պահել այն։ Թարգմանությունը եւ կրկնօրինակումը կատարվել է Arm News հեռուստաընկերության պատվերով։